ապօրինի կանոնավորման 356-րդ տուրն է 10 օր հետո կդրանա այստեղ մեկ տարի եւ ես փառք եմ վերլուծայում ասում այս սկանչելի օրերը ինձ պարգևելու համար սկանչելի օրերը բացառությամբ առաջին Ադյանի դատարանի իմ ինտելեկտի խոշտանման մեսների դատախազների տուրն մնացած բոլոր օրերը սկանչելի օրեր մտքի հոգու հանդարտության Բաքրատ Սրբազան հետ եղբայրական զրույցների, Աշակ Սրբազանի եղբայրական զրույցների, վերջին 4 ամսում էլ առանձնության սկանչելի հնարավորության շնորհակալ եմ մեր դատարանին, բազմաժան, որ արգելեց 4 ամիս որևիցե շփում, բացառությամբ 4 հոգու, եւ ես մեծ զարմիկ հաճույքով կենտրոնացա իմ հոգեվոր, մտավոր, այլ ինչու չէ, ֆիզիկական բարօրության ես ուզում եմ իմ սիրելի ժողովրդին ասում, որ իրապես սա ձևական չեմ ասում, ոչ եմ Բաքրատ Սրբազանն է ձևական ասում, մենք իրապես սկանչելի օրեր ենք ասում, իմ կյանքի լավագույն օրերն են, լավագույն օրերն են, եւ ոչ մի մտահոգություն չունես, ոչ մի մտահոգություն չունես, հոդդ քեզանից խլված է, դու իրավունք չունես քո հոդով զբաղվելու, զբաղ իրավունք չունես որևիցե մի հարցով զբաղվելու, միայն մտածի աղոթելու, հոգևոր խաղաղության, անցերծանության, քո անցած կյանքը վերլուծելու, վերաբերելու վրա։ Հնարապես դրա համար փառք եմ ուզում ասում, այս սկանչելի հնարավորության համար։ Բայց դա չի նշանակում, որ շնորհակալություն պիտի հայտնեն նրանց, ովքեր այդ բանը իրենց նպատակների համար օգտագործելով ստեղծեցին։ Շնորհակալություն իրեն չէ հայտնի։ Եվ ասել եմ, որ իրենք պիտի պատասխան տան, եթե ոչ օրենքի առաջ, ապա Աստծո առաջ անպայման։ Եվ խստակ ունես։ Որովհետև մեկ տարի է, ես անազատության մեջ եմ, լրիվ, ապօրինի և անկիման։ Ես ոչ մի մեղ չեմ գործել, համաձայն չեմ մեղադրանքի ոչ մի կետին, մերժում են բոլոր մեղադրանքները, ինձ մեղադրյալից մեղավոր չեմ ճանաչում և չեմ ճանաչում, և պատրաստ չեմ ճանաչում։ Անմեղ եղել եմ Հայաստանի Հանրապետության առջև, մնում եմ անմեղ Հայաստանի Հանրապետության առջև։ Իմ ամբողջ կյանքը եղել եմ նվիրում Հայաստանի Հանրապետությանը, և ինձ համար պարզապես վիրավորական է, որ ես դատվում եմ հանուն Հայաստանի Հանրապետության։ Ես դա ասել եմ, որ ինչպես անցած անգամ ասացի, ես ոչ թե սա ինձ համար անձնական ողբերգություն են, կարգանակ անձնական շահ է։ Ոչ թե անձնական ողբերգություն է, այլ զատիժով ամոթ եմ զգում Հայաստանի Հանրապետության համար, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում բոլոր եպիսկոպոսների վրա քրեական հետապնդումներ են, քրեական գործեր անցած։ Բացի մեկից, այդ մեկի անունը չեմ տալիս, թե չէ նրա վրա եմ գալիս։ Ես եմ։ Բոլոր եպիսկոպոսները մինչև 2025 թվականը ուրեմն օրինապար քաղաքացիների ներառյալ գաղափար հայրապետի հանդարտ 2025 թվականին կոլեկտիվ խելագարության մեջ մտան և սկսեցին օրենքը խանգարել, օրենքը խախտել։ Ինչպես կարելի է այսպիսի երկրի Հայաստանի Հանրապետության համար չամաչել։ Եվ ինչպես կարելի է, որ գերագույն ստախոսին երկարկող տարբեր ստախոսներ, տեսնեք, ստեղ ասեցին բոլորը, դա ինչ-որ մարդու չեն մեղադրում։ Գլխավոր դատախազը ստախոս է։ Քննչական կոմիտեի ղեկավարը ստախոս է։ Խնդրում առանց միտակում է։ Չեմ միտակում, մենք սիրտուտ են խոսացել։ Արտարադատության նախարարը ստախոս է։ Նույնիսկ մարդու իրավունքների պաշտպանը ստախոս է։ Այդ ստախոսության համար պատասխանատվություն հասնում է, թե չի հասնում։ Եթե ես անարտար կերպով մեկ տարի անազատության մեջ եմ, և հնարավոր է, որ մեկ կամ մեկ ու կես տարի անազատության մեջ լինեմ, դրա համար պատասխանատվություն լինել է, թե ոչ։ Գալու եք համանակը։ Ուրեմն դրա համար ավարտելով, ես ասի,
որ սկանչելիոներ եմ անցկացրել, հուսով եմ, որ ապագային եմ ես որոշ շրջան կանցկացնեմ, ներողություն եմ խնդրում իմ հարազատներից, բարեկամներից, իմ ժողովրդից, բոլոր նրանցից, ովքեր շատ ծանր են տարել իմ բանդալությունը։ Շատ շնորհակալ եմ իրենց, վեհապար հայրապետից սկսած մինչև ամենապարզ քաղաքացին, որոնք ծանր են տարել իմ բանդալությունը։ Այո, ծանր պիտի տանել նաև իշխանությունը, իշխանության հատվածի որոշ մարդիկ։ Ոչ թե պիտի քմծիծաղի, ոչ թե պիտի ուրախանայի, ոչ թե պիտի վայրահաճի, այդ իրենք էլ ցավալի, որ վերջինս arczepiskopos բանդալում է։ Այստեղ մի բան է, մի երանգել ավելես, գենթադրեք ես մեղավոր եմ, գենթադրեք գործել եմ ես հանցանքը, գենթադրեք, իրան ոչ եմ անում։ Բայց ոչ մի հետևանք չի թողնել, ոչը, չկա ոչ ուժով, չկա ոչ վգա, չի հարցակրում է, ոչ մի վգա, չի եղել ոչ մի ուժով։ Եվ ես ունեմ տարիների վաստակ։ Եվ քանի որ հոդվածներ գենթադրում է և տալիս է հնարավորություն ավելի մեր պատժամիջոցի։ Արդյոք հնարավոր չի ավելի մեր պատժամիջոց կիրառել իմ նկատմամբ։ Առավել և սիպտեղ խափանան միջոց։ Սիպտեղ խափանան միջոց։ Եթե նույնիսկ 2 տարի պիտի դատապարտվի, 2.5 պիտի դատապարտվի, 5 տարի պիտի դատապարտվի, ես ասել եմ պատրաստ եմ ցման բանդալության։ Բայց սիպտեղ խափանան միջոց։ Արդյոք հնարավոր չէ, երբ որ չկա ոչ վգա, ոչ ուժով, և ամբողջ ապացուցման ինչ-որ բանը գործը շպարս է, հայտնի է, ոչ մի բան չեմ կարող փոխել իմ ասած և արածի մեջ։ Ինչ իմաստներ, այս խափանան միջոցը մեկ տարվա կիրառել իմ նկատմամբ։ Սա միթե անօրինականություն չի, սա միթե ապօրինություն չի։ Եվ նրա համար Հավարնելով խոսքս, շնորհակալություն հայտնել նաև իմ սիրելի պաշտպանների, որոնք աղցարցակ և անցալի պրոֆեսիոնալիզմով պաշտպանեցին և ներկայացրեցին բոլոր ապօրինությունները, հնարավոր ապօրինությունները և անհնարին ապօրինությունները, որոնք կիրառվել են իմ նկատմամբ։ Այդ խորը շնորհակալություն իրենց, բայց ավարտում եմ իմ խոսքը ասելով, որ բացարձակապես վատ չեմ զգում իմ բանդալությունից, բանդալության ցանկացած ձևաչափից, որը համարում եմ բացարձակ ապօրինի և անօրինական։ Հետևաբար ես որևիցե ինչպես խնդրանք չեմ ներկայացրել առաջին ատյանի դատարանին, այնպես էլ խնդրանք չեմ ներկայացնում ձեզ պատվարժան, վերաքննիչ դատարան։ Պարզապես ասում եմ, որ դատեք ըստ ճշմարտության։ Եվ վճիր կայացրել ըստ ճշմարտության։ Այս կամարը։